Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ճիշտ եմ հասկանում, որ եւ on-line տիրույթում ասագործելու եւ ֆիզիկական գոյություն ունեցող կազինոների դեպքում։ Բոլոր հնարավոր խաղերը ձեր նշած ուղղություններով։ Հարգելի գործընկերներ, որպեսզի շատ կարճ ձևակերպենք, հետեւյալի մասին է։ Հիմա բոլոր գործառույթները խաղատնային ոլորտի անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով, այսինքն ամբողջ նպատակն է նախ ակնհայտ է, որ այդտեղ մենք բազմաթիվ հարցերի պատասխան չունեինք եւ բազմաթիվ տեղեկությունների հասանելիություն չունեինք, կարճ ասած, ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, այդ ամբողջ համակարգը գործելու այս պլատֆորմի միջոցով, այսինքն խաղադրույք կատարել, շահում ստանալ եւ այդպես շարունակ, եւ մենք առաջինը ստվերը բացառելու ենք, երկրորդը այն պարագայում, երբ որ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրանք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, որովհետեւ հիմա սահմանված է, բայց շատ դեպքերում մենք պարզապես չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով։ Եւ երրորդը նաեւ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, ընդհանուր առմամբ դաշտը ավելի թափանցիկ ենք դարձնելու։ Վերջին 8 տարիներին մենք այս թեմայի շուրջ հետևական աշխատել ենք, գովազդ ենք սահմանափակել հարկային, բեռն ենք ավելացրել, ստվերը կրճատելու ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք արել, հիմա հասել ենք եզրափակիչ փուլին եւ ինչպես առաջադրված էր խնդիր, ուրախ եմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից մենք կունենանք նոր համակարգ, որը այս մեր արդեն բազմամյա խնդրը կլուծի եւ մենք նաեւ հույս ունեմ, որ կարողանանք օգնել բազմաթիվ մարդկանց, ովքեր խնդիր ունեն, իրենք գիտակցում են, որ իրենք դա պետքա չանեն, բայց խնդիրը մենք այդ մարդկանց ներառյալ իրենց դիմումի համաձայն այդ մեխանիզմն էլ պետք է մենք դնենք, մարդը որ գա դիմի, որովհետև այս դեպքեր եղել է, այս փողոցում մարդ կանգնեցել, ասում չեմ կարող, մի բան արեք, ինձ այս խնդրից փրկեք։ Մարդը պետք է կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել, ասել այս մարդուն արգելեք, որ ինքը խաղադրույք կատարի եւ ընդհանրապես հասանելիություն ունենա։ Կարճ ասած, պլատֆորմը կա, ինքը մոդուլ է, որը կարող են նոր գաղափարներ, նոր պահանջներ, նոր ակնկալիքներ կարիքների հայտ գալ, մենք այս պլատֆորմի միջոցով կլուծենք խնդիրը։ Կարևորն է, որ թափանցիկ միջազգային մրցույթ է տեղի ունեցել եւ փորձառու ընկերություն է ներկայացած, շատ կարևոր է, ոչ թե նոր պետք է անի, որ հələ տեսնենք կստացվի թե չէ, գործառույթը բավականին երկար ժամանակ պրոֆեսիոնալ զբաղվում է դրանով այդ ընկերությունը եւ մեր խնդիրները կլուծվեն այդպիսով։ Իհարկե նոր խնդիրներ էլ կառաջանան կամ մենք կիմանանք նոր խնդիրների մասին, որոնց մասին նախկինում չենք էլ կռահում եւ հետեւաբար խոսքը այս գործիքը ներդնելու հետագա ընթացքը ապահովելու համար պետական եկամուտների կոմիտեին թույլտվություն տալն է։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։